նախ այն ինչ որ սպասվում էր վաղար շաբաթից, նախապես գիտեինք, որ եթե հիմնականում երկու կողմ են մասնակցում, մեկը ռուսամետ ուժերը, մի մասը նախկին, մի մասը ներկա այս ռուսամետ ուժեր, մեկը իշխանությունը, որը պակաս ռուսամետ չի, այն հավատարմության երթումը, որը Նիկոլ Փաշինյանն է տալիս Վլադիմիր Պուտինին, այդպես որևէ ռուսամետ ուժ չի կարող նենց մակարդակ ապահովել, ցածր մակարդակ։ Այսինքն նշանակում է մեծ սպասելիքներ իհարկե չկար։ Իսկ եթե այն մյուս կողմը հաղթեր, ինչ դրանից։ Բայց դա նաև դաս էր նրա համար, որ եթե այլընտրանք, նորմալ, արևմտամետ ուժերի չստեղծվի, այդ պարագայում հասարակության կեսից ավելին ջղայնացած տանը նստում է եւ չի մասնակցում։ Եվ իսկ եթե մասնակցի ում ընտրի, նրա համար հավասարապես անընդունելի է թե այն կողմը, թե այն մյուս կողմը։ Այսինքն դա նշանակում է, որ առաջիկա համապետական ընտրություններից առաջ, ինչքան որ ասել ենք, որ եկեք համախմբման հարցերը լուծենք, ով կարող է այդ ձևաչափը անի, ես ի վիճակի լինեմ, ես կանեմ, մեկ ուրիշը կանի, ես իրան կմիանամ, նպատակը մեկն է, ստեղծենք հասարակության այդ շերտի սպասումները արդարացնենք, որովհետև այդ հասարակության կեսից ավելին գտնում է, որ մեր երկրի ապագան Եվրամիությունն է։ Իսկ հիմա ավելի ցայտուն օրինակ թե ինչ տեղի ունեցավ, ինչքան բացատրեինք, ավելի լավ չէինք բացատրի։ Մարդիկ էլ ասում են, մասնակցեիք, դուք չեք մասնակցում, մենք է ստիպված ընտրում ենք նրանց մեջ։ Այո, ես դա էլ եմ ընդունում, բայց նաև անհրաժեշտությունը, որ այդ ուժերը կարողանան մասնակցեն, հասարակությունը նույնպես լուրջ անելիք ունի։ Իշխանությունը ունի ֆանտաստիկ վարչական ռեսուրս, ֆինանսականի ռեսուրսի խնդրեմ չունի, անվերահսկելի կարող է ծախսել պետական բյուջեի փողերը եւ վերագրել իրեն, էլ չեմ ասում ցանկացած օլիգարխի կարող է ասի այդ գումարները ծախսեն։ Նույնը անում է ֆանտաստիկ փող ունեցող ընդդիմությունը։ Այս պարագայում այն մարդիկ, ովքեր խոցելի չեն, այն մարդիկ, ովքեր կարող են ծրագրի ու գաղափարից խոսեն, բնական է այս կռվի մեջ շատ դժվարությամբ են տարածք հարթում։ Ու պետք չի իրարից նեղանալ։ Մենք ասենք ժողովուրդ չօգնեցիք, դրա համար չենք անում, նրանք էլ ասեն դե արեք, որ հետո օգնենք։ Իրար վրա գցելու խնդիր չկա։ Տեսնում եք, թե ինչ կատաստրոֆայի առաջ կկանգնենք, եթե այս ձևով լինի 26-ի ընտրություն։ Իսկ ինչ վերաբերում է, որ Նիկոլ Փաշինյանն ասում է ընտրեցին կյանքը, այլ ոչ թե ապոկալիպսիսը, ես կարծում եմ, որ մի անգամ չի, որ ինքը այդ ապոկալիպսիս բառն օգտագործում է, ես անդրադարձել եմ դրան, կարծում եմ, որ ինքը այդ բառի իմաստը ուղղակի չի հասկանում։ Վատ չէր էլի ինքը մտներ կարդար, որ իմանար, որ մոլորակի մասշտաբի կատաստրոֆա չի լինելու ոչ մի պարագայում։ Եվ այն ինչ որ ինքը նաև ասում էր, որ մենք կկանխենք ապոկալիպսիսը, դա նկատի ունի նաև տրիփի ճանապարհի հետ կապված, եթե վտանգ լինի, դա ոչ քո քաշով է, ոչ էլ Հայաստանի քաշով է, որ դու ապոկալիպսիս կանխես կամ առաջացնես կամ կանխես։ Նույնը եթե ներպետական ընտրությունների հետ կապված այդ բառը օգտագործել, երևի վերջերս ա լսել, որովհետև պարբերաբար օգտագործում է։ Համարենք, որ դա լուրջ չի, որովհետև ինչի մասին է խոսքը։ Կարելի է կարծել բոլորը մահն են ընտրել, Փաշինյանն եկել ասել ժողովուրդ չեք իմացե, ապրելն ավելի լավ է, քան մեռնելը։ Չէ, ժողովուրդ ջան, մեռնելն ավելի լավ է, քան ապրել անպատիվ։ Այդ բանը ինքը չի հասկանում։ Ոնց ասում է, կարելի է ուտել, կարելի է ինչ-որ պետք է հանձնել, որելի ուտել, կարելի է ամեն ինչ անել, ու դրանից հետո հրաժարվել իշխանությունից եւ չապրել, չգնալ համեք, չգնալ երգել, այսինքն ամեն օր դու խոսես պրոբլեմներ, մարդիկ տեսնում են, մարդը մոլորակի բնակի չէ, նա տեսնում է մոլորակում ինչ է կատարվում, ամեն օր մտածում է, որ կատաստրոֆա լինի մոլորակի մասշտաբի, որը մեր չափով չի, որ մենք դա կանխենք, ամեն օր մեր մանկկանց ներկայացնում ենք, որպեսզի իմանաք ինչ սպասենք Հայաստանից, պետք է իմանաք ինչ անում Ամերիկան, Չինաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը եւ այլ, Եվրամիությունը, մեկ էլ Նիկոլ Փաշինյանն ասում է, համերգ ա եկե չեք գնում, հա վայ մոռացանք, կներես, որ այդ պահին չմտածեցինք, որ կարևորը ապրելն ու երգելն ու ապրելն է։ Դրա համար չեմ կարծում, որ ինքը այլևս կլրջանա, դա մեզ չի հաջողվի, դա
Մարդը տեսակն է, ինչ կարող ես անել, բայց հաստորեն լուրջ է այն վիճակը, որում մենք հայտնվել ենք։ Պարոն Անտինյան, ընտրությանը մասնակցող ուժերի շարքերում կար նաև Եվրաքվեի նախաձեռնողներից Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչը, ինչ է կարծում, ինչու նա չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը, ճիշտ է Հանրապետություն կուսակցությունը դիմել է, որպեսզի վերահաշվարկ իրականացնեն 6 ընտրատեղամասերում, այնուամենայնիվ, դուք ասում եք ընդդիմադիրներն էին եւ իշխանություններ եւ չկար ընտրություն, բայց կար չէ, փաստացի Հանրապետություն կուսակցության կողմից թեկնածու, որը իդեպ վաղաշաբաթցի է։ Այսպես նայեք, ինչ ենք ասում։ Եթե լինում է այլ ընտրանք, պետք է լինի այլ ընտրանք, թե այս իշխանությանը, թե նախկին իշխանությունների, կամ ռուսամետ ընդդիմությանը, եւ միևնույն ժամանակ չի կարելի Նիկոլ Փաշինյանի արբանյակ ուժերին կամ Ռոբերտ Քոչարյանի Սերժ Սարգսյանի արբանյակ ուժերին իրանցից տարանջատել։ Երևանյան ընտրությունները, ասում ենք, որ պետք է չլինի ոչ Երևանյան ընտրություն, ոչ Գյումրի։ Երևանում ինչ եղավ, ընդդիմադիր ձայները տարան միացան իշխանությանը։ Գյումրիում ինչ եղավ։ Արդեն այդ նույն ուժը, որոնք Եվրոդաշինքով գնացին Գյումրի, մարդիկ բոլորին ասում էին, դուք ձայները ստանալու եք, տալու եք իշխանությանը։ Եվ դրա համար Գյումրիում իրանք չընտրվեցին։ Այսօր վաղարշապատում կար մի միամիտ մարդ, որը կարծեր, որ եթե Նիկոլ Փաշինյանի ձայները պակասեր, Հանրապետություն կուսակցությունը անցողիկ շեմը անցներ, այդ ձայները չէր տալու Նիկոլ Փաշինյանին։ Չկար տենց բան։ Դա նշանակում է, որ մարդիկ ասում են, եթե մենք ընտրում ենք Նիկոլ Փաշինյանին, հենա կընտրենք Նիկոլ Փաշինյանին, նրա արբանյակին ինչի ենք ընտրում։ Բայց ինչու են արբանյակ, պարոն Անտինյան։ Մարդիկ, երբ որ քննադատելու տեղ են տեսնում, քննադատում են, իրենց քննադատությունը հնչեցնում են եւ վախ այդ առումով չկա։ Եթե տեսնում են, որ իշխանության գործողությունները որոշ առումներով ճիշտ է, դա արձանագրում են։ Հիմա սա նշանակում է բոլորին պիտակավորել, որ նրանք արբանյակ ուժեր են։ Հա, բայց իրանք էլ չեն թաքցնում, ինչ կարիք կա անհանգստանալ իրանց փոխարեն։ Իրանք էլ չեն Չեմ անհանգստանում, ուզում եմ հասկանալ հանրային պատկերացումը արբանյակ ուժի մասին։ Եթե քննադատության տեղ կա, քննադատում է, եթե գովեստի տեղ կա, գովում է։ Սա նշանակում է, որ արբանյակ ուժ է։ Եթե ընդդիմության պես ռադիկալ չի քննադատում։ Խնդիրը նայենք հստակ։ Նիկոլ Փաշինյանը ինքը ազգային ժողովի բարձր ամբիոնից, ասում եմ, ես 18 թվականին տեսա, որ Արցախը հանձնված է վերջ, միջազգային հանրության եւ մեր կարծիքները չի համապատասխանում, բայց ով կթողեր ես հանձնեմ, եթե պատերազմ չլիներ, ես ոնց կարող էի հանձնել։ Ես պատերազմին մասնակցել ենք, որ թոկը հանենք Արցախի մեր վզից, որպեսզի Հայաստանը փրկենք։ Եվ այդ պարագայում այս նույնը կհանձնեինք առանց զոհերի։ Մարդը ինքը խոստովանում է, որ կարելի էր պատերազմը կանխել, բայց ես դիտավորյալ չեմ կանխել, որպեսզի պատերազմի արդյունքում, ասեմ ժողովուրդ, տեսնում եք 25-30 հազար մեր զինվորները պատանդ են, եթե ես թուղթը չստորագրեմ, կսպանվեն, բերեք ստորագրեմ։ Այսինքն շանտաժով մարդկանց համոզել, որ սա է միագի ելքը, որից հետո ասել, բա չգիտեիք, որ եթե պատերազմ չլինի, չէին թողի հանձնել։ Այսինքն դու գիտակցաբար տարել ես մարդկանց կոտորելու, որից հետո հիմա մենք կանգնենք, ասենք, ժողովուրդ, մարդը ինքը ընդունում է, որ ինքը մարդա սպանա, բայց դուք չեք նկատում, որ ինքը երբ որ գնացել էր սպանելու, ճանապարհին ձեր հարկերի հաշվին փողոցը ասֆալտել է։ Ժողովուրդ ջան, դա մենք թողենք, որպեսզի ասեն այգում նստած տատիկները, որոնք ասեն, վայ մեր բակը ասֆալտապատել են։ Դու որոշի, դու եթե արդարացնում ես դա, ուրեմն արդարացնում ես ոչ մի դրական բան, այսինքն դա կարմիր գիծ է։ Եթե դու հրապարակային գործիչ ես, ու քեզ մարդը ասում է, որ ես դա արել եմ, որից հետո ասում է, այ դու եթե ինձ պաշտպանում ես, դու էլ ես ձեռքերը տարօրինոտ անում։ Ու իդեպ Նիկոլ Փաշինյանը պատահական չի անում, դիտավորյալ է անում։ Իրան պետք են մահապարտներ, որտեղ ինքը գիտի, որ մահու կենաց կռիվ է մղելու։ Եթե հանկարծ պարտվի, շատ խայտառակ վիճակ կլինի իր համար։ Դրա համար ինքը հանրային տիրույթում մահապարտներ է ներգրավում։ Այսինքն դու գիտես ես ինչ եմ արել ու դու ինձ պաշտպանում ես։ Դա դրանից ամեն մարդ պետք է ինքը որոշի։ Եթե դու ասում ես, որ բա դուք դրականը չեք տեսնում, ես այդ օրինակը բերել եմ, մարդ կա ինձ զանգում, ասում է, բա դուք դրականը չեք տեսնում, ասեմ, եթե մտներ ձեր տուն,
ճակատից խփեր քո երեխային քո աչքի առաջ, հետո քեզ բերեր ծաղիկներ, կնոջդ եւ կոնֆետ, մի հատ էլ խմիշտ քեզ համար, դուք ասեիր դրական է ինչու չեք տեսնում, բայց այդ մարդը տեսակ ինչ բարեկիրթ ձևով մտավ մեր տուն, այսինքն դա մենք թողենք տատիկների համար, հա, այն էլ 90-ից մեծ տատիկների համար, որոնք քաղաքական process-ին չեն մասնակցում։ Ցանկացած հրապարակային գործիչ պետք է իր համար որոշի։ Սա կարմիր գիծ է։ Եթե դու գիտես, որ դու ընդունում ես, որ Ռոբերտ Քոչարյանը կատարել է այս բանը, դա քեզ համար կարմիր գիծ է։ Ինչքան ուզում ասեմ, բա ինքը շինարարություն արել է, դու չես տեսել, հենց դու շինարարության պարտարացնում ես, մարդիկ ասում են հոп։ Այսինքն դու մարտի 1 դնում ես մի կողմ, ապրիլի 12 դնում ես մի կողմ, հոկտեմբերի 27 դնում ես մի կողմ, եւ այդ ամեն ինչը դնում ես մի կողմ, դա չի արդարացվում։ Այսինքն կարելի է լավից էլ խոսալ, վատից էլ, բայց համագործակցել արդեն դա նշանակում է դու ընդունում ես նրա սխալները ամբողջությամբ։ Շատ լավ։ Պարոն Անտինյան, հիմա մինչև ընտրությունները ընդդիմադիրները չէին էլ թաքցնում, իրենք հույս ունեին կրկնել Գյումրիի սցենարը, իշխանականներն էլ այսպես ասած այդ սցենարով վախեցնում էին ընտրողներին։ Հիմա ձեր կարծիքով ինչու չհաջողեցին ընդդիմադիրները այդ սցենարը կրկնել։ Էջմիածնում ռուսամետները ավելի քիչ են։ Չէ, խնդիրը դա չի։ Իշխանությունը դասեր քաղեց Գյումրիու ընտրություններից, ընդդիմությունը ոչ։ Նախնդիմությունը պետք է իմանա, որ համապետական ընտրություններում քանի անգամ այդ մասին ասել եմ, իրանք թռնեն երկին, կիշնեն գետին, միլիարդավոր դոլարները գետի պես լցնեն փողոցները, հասարակության մեջ 30%-ից ավել ձայն իրանք չունեն, չկա այդ էլեկտորատը, որը գտնում է Հայաստանի ապագան Ռուսաստանն է, առավել ևս, թե ինչի մեջ է ներքաշված Ռուսաստան-ուկրաինական պատերազմ, առավել ևս, որ իրանց վերջի շանսը, վերջի հաղթաթուղթը, որ փորձել էին համոզել Դոնալդ Տրամփին, որ իրանց աջակցի, հիմա կամաց Դոնալդ Տրամփը մի քիչ արևմուտքի ճնշման տակ, մի քիչ երկրի ներսում, որ ասում են ինչ ես անում, մի քիչ կասկածներ, որ հանի ի վերջո մեջից այդ վախը Ռուսաստանի նկատմամբ որպես միջուկային տերություն եւ սերը Պուտինի նկատմամբ հանի եւ կոնկրետ քայլեր ա։ Հիմա այդ կոնկրետ քայլերն արվում են։ Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքները շարքից հանում են։ Դուք տեսնում եք այդ երկրում ինչա կատարում, մենք ամիսներ հետո ավելի վատ վիճակ է լինելու։ Մեր ռուսամետ գործիչները մեր հասարակությանը համոզելու են, որ մեր ապագան Ռուսաստանն է։ Դա ասում ենք չի լինելու դա, իրար հետ համագործակցեք, իրար հետ մրցակցեք, դուք չունեք այդ ձայնը։ Հիմա իրանք վաղաշաբաթում հասկացան, որ այդ ձայնը չունեն։ Հասկացան, որ հիմա մրցում է գնում, ով պետք է ապահովի Փաշինյանի ընտրությունը։ 2018 թվականին դա արեց Սերժ Սարգսյանը իր ձևով։ Նիկոլ Փաշինյանին բերեց իշխանության 2021 թվականին Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանն արեց իր ձեռքով։ Հիմա այդ երկուսը այլևս մոդա չեն, նրանց ինչքան ուզում է վերակենդանացնեն, դեղեր տան, բան անեն, դրանցով հասարակությանը չես վախացնի։ Հիմա կգա մեկ ուրիշը կանի իր ձևով, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի։ Ըստ էության եկավ սա։ Նպատակը մեկն է, ինչպես օգնենք Փաշինյանը վերարտադրվի։ Դե եթե դուք չեք պատկերացնում, որ արևմտամետ 50% ավելի էլեկտորատը, եթե որևէ մեկը այդտեղ կարողանա այդ մարդկանց սպասումները արդարացնի, վստահություն առաջացնի, կարևորը դա է։ Դե չէ ձայները կա, բայց չեն վստահում են մարդկանց, ովքեր դաշտ են մտնում, չէ, կամ չեն կարողանում նրանք ձևավորել այդ ուժը։ Այդ պարագայում ոչ իշխանությունը, ոչ ռուսամետ ընդդիմությունը չեն կարող 50% ձայն ստանալ։ Այդ նրանց սխալն է, որ իրանք նորից իրանց ասպարեզ գցեցին, Նիկոլ Փաշինյանն ասեց, տեսեք, գալիս են։ Ժողովուրդ ջան, հասեք, դեմներն առեք, եւ հետո բոլորը հայտարարեցին, որ բերեք իրար հետ միանանք ընդդեմ իշխանությանը։ Հենց դա էլ իշխանությանը պետք էր։ Հիմա այդ իշխանությունը այդ սխալը իր դաս քաղեց, ընդդիմությունը չքաղեց։ Հիմա ընդդիմությանն ասում ենք, «Էդ էիք ուզում, ժողովուրդ ջան»։ Ասեք, որ դուք ուզում եք Փաշինյանը ընտրվի, դափնին վերցնեք, տնեք ձեր գլխին։ Ինչ եք իզուր դերասանություն անում, թե դուք պայքարում եք Նիկոլ Փաշինյանի դեմ։ Պարոն Անտինյան, Փաշինյանն այս ընտրություններով ասում է քաղաքացիները լիցք տվեցին, նոր լիցք տվեցին մեզ մաքրելու, սրբելու վեհարանը կաթողիկոսից իրենց բնորոշմամբ Կտրիշ Ներսիսյանից։ Իսկապես վաղարշապացիները իրենց քվեարկությամբ այս արտոնությունը տվեցին իշխանությանը գործող։ Նախ, եթե մենք աշխարհիկ պետություն ենք, սահմանադրորեն ամրագրված,
որ աշխարհիկ պետություն ենք, եկեղեցին անջատ է պետությունից, ավելի աբսուրդ բան, քան դու գնացել ես համայնքապետ ես ընտրում, որով պայմանավորում ես հոգևոր առաջնորդին տեղ ուղարկել, իսկ մի րոպե ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրը միշտ էջմիածնում ա եղել, բա Նիկոլ Փաշինյանը մի հատ գիրք բացի կարդա։ Այսինքն ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրը կարող է լինել ցանկացած տեղ։ Հիմա եթե ինքը գնա Արգենտինայում նստի, ու Արգենտինայի տեղական ընտրություններում որևէ մեկը պարտվի, դա նշանակում ամենայն հայոց կաթողիկոսին չեն վստահում Արգենտինայում, այդ աշճանի պատկերացում չունենալ հայ առաքելական եկեղեցու մասին, այն որ Գարեգի երկրորդի կաթողիկոս չլիներ, մի անգամ չի որ այդ մասին խոսել ենք, ու նոր չի որ խոսել ենք, թե ոնց է նա ընտրվել, թե նախկին իշխանությունները իրան ոնց են օգնել, ու Իրանից առաջ էլ ոնց Լևոն Տեր-Պետրոսյանը Գարեգին առաջինին բերեց, խորհրդային միությունից հետո հազիվ մենք հնարավորություն ունեինք անկախանալ մեր ընտրությունը կատարենք, Լևոն Տեր-Պետրոսյանը Գարեգին առաջինին Անտիլիասից վերից նշանակեց կաթողիկոս, շատ ինտելիգենտ, շատ գրագետ մարդ էր, շատ կիրթ էր, խոսում էր հավեսդ գալիս էր, բայց նրա գալը աշխարհիկ իշխանության կողմից նշանակելուց հետո եկավ հաջորդ իշխանությունը նշանակեց Գարեգին երկրորդին, այսինքն դա չի խնդիրը, մենք Գարեգին երկրորդի կերպարը չենք նայում, բիզնեսմեն մարդ է, ինքը այդ իշխանության հետ սերտաճած ապրում էր, հիմա չի ստացվում այս իշխանության հետ, իրանք ասում են մեր մարդը դնենք, էլի քպայական լինի, ուրիշ բան չեն ասում, հա, դրա համար նրա հարցը չի, հարցը ուրիշ է, այսինքն եթե ասում ես, որ ես բանջու չես գրոհում մայրաթոռը, ասում է դեռ բավարար չափով չեմ մաքրվել, մի քանի տեղեր գնում եմ պատարակի, իրանց կողմից նշանակովի սպասավորներին ասում, բավարար չափով մաքրվենք, նոր մայրաթոռ կգնանք, մեկ էլ ընտրություններից հետո ասում վաղաշաբաթը ընտրություններից հետո արդեն բարենպաստ պայման է, գնանք վերանը վերցնենք, այսինքն արդեն վաղաշաբաթի աշխարհիկ ընտրություններով Նիկոլ Փաշինյանը մաքրվեց, մի քիչ պետք է ինչ ասեմ, պետք է լրջանալ, այդ է, մարդը չգիտի ինչ աթոռյան նստած, ամենամեծ պրոբլեմը դա է։ Հիմա այս խնդիրը իդեպ պարոն Անտինյան գտնվում է նաև Մեծ Բրիտանիայի ուշադրության կենտրոնում, մասնավորապես Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարարը նշել է. ակնկալում ենք, որ բոլոր գործողությունները կհամապատասխանեն Հայաստանի սահմանադրությանն ու օրենսդրությանը, պատշաճ դատավարության ընթացք եւ արդարացի վերաբերմունք ապահովելով բոլորի համար, ակնկալում ենք նաև, որ դատական գործընթացները մնան թափանցիկության եւ անաչառության շրջանակներում, այսինքն մեր հոգեվորականություն եւ իշխանություն արճակատումը միայն ներքին խնդիր չէ, սրան փաստորեն նաև հետևում են աշխարհում, մասնավորապես Մեծ Բրիտանիայից այսպիսի հայտարարություն ունենք, սա ինչի մասին է։ Մեծ Բրիտանիայից նման զուսպ հայտարարությունն անգամ պետքա շատ լուրջ վերաբերվել դրան, պատահական չի, որ պարբերաբար նշում ենք, որ ոգևորված ասում եք, մենք գնում ենք Եվրոպա, իսկ մենք գիտենք, որ իրանք Եվրոպա չեն գնում, բայց գոնե եթե ձև եք անում, որ գնում եք Եվրոպա, ձեր աչքի առաջ տեսեք Վրաստանում ինչ է կատարում, նրանք էլ վատ ձևեր չէին անում, նրանք իսկապես գնում էին Եվրոպա, որովհետև երբ որ 2013 թվականին Հայաստանը գնաց մտավ մաքսային միություն, Վրաստանը ստորագրեց Վիլնյուսում ասոցիացման համաձայնագիրը նոյեմբերին եւ գնաց դեպի Եվրոպա, դարձավ տեխնացու պետություն, բայց որից հետո երբ որ ռուսական օլիգարխը եկավ իշխանությունը վերցրեց, այդ բոլոր քայլերը նրանք մեզանից առաջ էին եւ ժամանակաշրջանով, եւ գործողությունների քանակով, հիմա տեսնում եք ոնց են միացրել ռևերսը, ասում են հոպ SSS բաները չի համապատասխանում, մոռացեք, որ դուք կդառնաք Եվրամիության անդամ։ Այսինքն մենք սպասում ենք, որ ձևական քայլեր անենք, թե իբր թե Ժողովուրդ ջան, տեսեք Նիկոլ Փաշինյանը մեզ Եվրոպա է տանում, բերեք Նիկոլ Փաշինյանը ընտրվի, ելով պետք է Եվրոպա տանի։ Հա, Փաշինյանը մեզ Շանհայով Եվրոպա է տանում։ Ուղիղ գիծը երկրաչափության։ Բայց չեք իմացել, Բրյուսել գնալու ամենակարճ ճանապարհը, սես մտնում ես Իրանով, Պակիստանով, գնում ես Չինաստան, ընդեղից թեքվում ես Ռուսաստան, գնում ես Բրյուսել։ Ժողովուրդ ջան, ես հասկանում եմ, թե Փաշինյանի աշխարհագրության մակարդակը որն է։ Մնացածն ենք տեսել։ Այսինքն մարդիկ չեն խաբվելու, ոչ միայն չեն խաբվելու Հայաստանի ներսում, այլ չեն խաբվելու դրսում, նայեք Վրաստանի օրինակը, չեն ափսոսում այդքան աշխատանք, այն դեպքում, երբ որ այդ ժողովուրդը
2008 թվականի հունվարի 5-ին ընտրությունների ժամանակ նախագահական գնաց 77% ձայն տվեց հանրաքվեին ՆԱՏՕ-ի անդամակցության Վրաստանը։ Այն դեպքում նախագահային 50%-ից մի փոքր ավել ձայն տվեց։ Այսինքն ասես նախագահի խաթեր չենք տալի, մենք ենք անում։ Էդ այն Վրաստանն է, որը որ դուրս եկավ հապկից 99 թվականին, բայց նախապես ասեց ինչի է դուրս գալի։ Ասեց մենք ուզում ենք դուրս գալ, որովհետև 97 թվականին նախաձեռնել էին ՎԱՄ-ը, Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա, հանուն ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման։ Արևմուտքին ասին մենք ենք Եվրոպայի գործընկերը։ Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, Ադրբեջան, անգամ Ադրբեջանը մեզնից առաջ ընկավ, ասեց Եվրոպայի գործընկերը մենք ենք։ Թեպետ ինչ որտեղ դա ձևական կառույց է, բայց երբ ուզում են, բոլորի աշտ են մտցնում, որ իրանք եվրոպական ճանապարհը ընտրել են շատ ավելի շուտ։ Այս ամեն ինչը անցնող Վրաստանը, որ ամբողջ երկրում նույնիսկ իրավական առումով ճիշտ չէ, դուք Եվրամիության անդամ չեք, ողողած էր Եվրամիության դրոշները, չգնացին ռուսական ճանապարհով։ Ուրեմն պետք չի մեր հասարակությանը ձևական քայլերով խաբել։ Այստեղ խնդիրը որն է։ Եթե եկեղեցու սպասավորները խառնվում են քաղաքականությանը, եթե հայտարարություն են անում, որը համապատասխանում է բռնի ուժով իշխանությանը տապալելուն, դա իրավապահ համակարգը պետքա դրան իհարկե գնահատական տա, միանշանակ, խոսք չկա, բայց երբ որ դա խիստ ձևով քաղաքականացվեց, երջանկացած հարձակվեցին, անմեղության կանխավարկածը ոտատակա տված մեր մոտ, առավոտից իրիկու բոլորը քաղաքականացրեցին, արդեն դա դրսից նայում են, չեն ասում է, այդ եկեղեցականները օրենք խախտել են, թե չէ, ասում է դուք չափը անցել եք, թե չէ, իրավաչափա ձեր քայլերը, թե ոչ, որովհետև այդ երջանկությունը, որ ժողովրդին ոգևորենք, գնանք, հարձակվենք, գնանք, գրավենք, այլևս չի տեղավորվում, եթե սխալի դեմ սխալով չես պայքարում, դա այդպես չի կարող։